Իմ դարդին թարմանարեք Սարերը հով չեն անում Սարերը հով չեն անում Իմ դարդին թարմանանում Իմ դարդին թարմանանում Ամբեր, ամբեր մի քիչ զովարեք Վարարանցրև թավեք զովարեք Քեշ մարդու օր արևը Սև հողի դակով արեք Հովարեք ամբեր ջան հովարեք Իմ դարդին թարմանարեք Սարերը հով չեն անում Սարերը հով չեն անում Իմ դարդին թարմանանում Իմ դարդին թարմանանում
գուզեի մի քանի բառ ասել երգերուն մասին, գարջ, առաջին երգը ագնա օրոր, Գոմիդաս Վարդապետը հավաքած է ագն շրջանեն, որտեղ մայրը իր երեխային գսե աղվոր ես ճունիս գալատ, այսինքն աղվոր ես եւ անսխալ ես, անմեղ ես, երտամ ով բերիմ բեղալատ, երտամ ով բերեմ առանց սխալի, անմեղ, այսքան անմեղ քեզի պես, նույնիսկ լուսինը եւ արևը քեզի պես անմեղ չեն, բայց միակ մեղքը որ ունիս, տուն գիշերը չես քնանար։ Հաջորդ երգը հովարեքը մեզի ցույց կուտա, որ հայերը միշտ բնության հետ գաբի մեջ եղած են։ Մարդը գերտա բնության հետ կխոսի եւ իր ցավերը բնության կբատմի, այդ երգին միջոցով։ Իսկ հիմա պիտի նվագեմ հովիվի գանչ շվիով, հայկական շվիով, որը ձիրանե փայդով շինված է։ Գոմիդաս Վարդապետը միշտ իր քրբանի մեջ շվի մգունենար եւ երբ որ պետք է լար կնվագեր։ Ուրեմն հովիվները այս երաժշտությունը կնվագեին լեռներուն մեջ եւ գաբի մեջ կմտնային բնության հետ։ Ոչխարներուն համար կնվագեին, իսկ ոչխարները կհասկնային իրեն, երբ որ վտանգ կա կամ երբ որ հանգիստ կրնան անել, դարբեր մեղեթիներ կար այն ժամանակ եւ հովիվը կնվագեր իրենց եւ այս ձևով գաբի մեջ կմտնային։ Հիմա ցեզի համար պիտի նվագեմ ջաշի երթալու հովիվի կանչ, բայց կխնդրեմ, որ ոտքի չելնեք եւ ջաշի չերտակ, որովհետեւ հայդակիրը պիտի շարունակվի։
Գոմիդաս վարդապետի ցայնը լսեցինք, գերքեր Արորն ու Դադրագը։ Այս գիրքը այսօր նվերը ստացա Բեսեկ Աբակեն 1911 թվականին հայ կեղճուկ համերգի ցերած դեդրակ։ Վստահ եմ, որ Գոմիդաս վարդապետը տեսած էր այս դեդրագը եւ Արորն ու Դադրագը գուզեմ քիչ մգարտալ եւ բացադրել։ Այս մեկը նաեւ օրինակ մնե դարձյալ, որ բնության մեջ իրար հետ կխոսին եւ ինչքան նրբություն կա մեջը։ Արորն ասած Դադրագ հավքուն, ինչի գուլաս, գուց արուն, երթա լծվի փարակ արուն։ Դադրագն ասած Արոր հավքուն, քնած քարուն, եկավ աշուն։ Գդրավ չրիկ աղբյուրներուն, գդրավ խոդիկ ձաղիկներուն, գդրավ ցենիկ կակավներուն, ենքան բիդի լամ երերուն, արուն գաթե իմ աչկերուն, ես ինչ անեմ իմ ցակերուն։ Ուրեմն Դադրագը դխուր է, որ աշուն է հիմա եւ քարուն չէ, իսկ Արորը գսե ինչու գուլաս, վաղը մույսոր դարձյալ քարունը պիտի քա։ Այս երկը խրախուսանքի երկ մնե մեր բոլորին համար նաև եւ գուզեմ բոլորս սորվինք մեր հին հայկական երգերեն, որ միշտ ալ դժվարություններեն վերջ գուկա դարձյալ քարուն։ Անագնդալը հայդակիրի մեջ երկը չկա, բայց երբ որ Գոմիդասը ասենք
անպայման մանուկներու համար ամենեն սիրուն եւ քիծված երգն է Գակավիգը։ Միասին երկենք, ես կառաջարկեմ, որ եթե ընդունիք դրան մեծեք, ծեր արդեն թերթիկները կանց սիրիլը հայ սուրբու պատրաստած էր ողջին։ Գակ Türkiye'de elinizdeki kağıtlarda Gakavik adlı parça var. Beraber söylemeyi teklif ettim. Katılanlar buyursun. Գրիգոր Նարեգացի 9-րդ տարաշրջան Հավիկ Նվակելես առաջ կուզեմ փոքրիկ աղոթք մգարտալ Մադյան ողբերգութենեն Հորս կողմը ըլլալով աղոթող մարդիկ մեծ հայրիկս այն տաբեն իրենք միշտ աղոթքներով մարդկանց փորձած են բուժել ինքնալ ամեն օր Գրիգոր Նարեգացի գարտացած է եւ ուզեցի Հավիկ դաղեն առաջ այս աղոթքը գարտալ Ամեն բանի դեր Աստված ամեն բանի մեջ զորավոր անբարակիր եւ անփովանտագելի դեղ ամենքին ամբողջ իսկությամբ ամենուն մոտ ոչ մեկ վայրի մեջ չես սահմանապակվիրթուն
բայց առանց քեզի ալ դեղը չգա։ Առանց կուզակումիդ ոչ մեկ բան լուսավոր չերևիր։ Ահեղ փարավորություն, անհասության անուն, մեծության գոչում, անբավության ցայն, անքննելի իսկություն, անմատչելիորեն հերավոր, անընդմիջելիորեն մերձավոր, հեծության դեսնող, թշվառության նկատող, դրդմության այցելու, անջարության ամենափույժ հնարք, քթությանց հայր, ողորմության ձակող, մխիթարության Աստված։ Հավիկ դաղը հոգին բայձարության Աստծո հոգին բայձարության մասին է։ Հավիկ մի բայձար դեսի աննման ով նման։
Հայկական բարեր պիտի նվագենք այժմ դարբեր շրջաններեն արևմտյան եւ արևելյան Հայաստանեն ամեն ամբողջ Հայաստաններեն
Այս հիանալի հանդիսության համար փյուր շնորհակալություն մեր բոլոր մասնագետներուն, մեր շնորհակալության հուշանվերները պիտի հանձնվի, բայց նախ եւ առաջ խնդրենք, որ փորձապահություններով ողջունենք իրենց ծառայությունը։ Այժմ պիտի շնորհվի թե մեր Թվրաստաս երգչախումբին հիշադակի նվերները եւ թե Սուրբ Հրեշտակավետ եկեղեցվո հուշանվերները։ Ես կուզեմ նախ մեր երգչախումբի անունով հիշադակի նվերները փոխանցել եւ խնդրել, որ բարբերաբար հրամեն նախ եւ առաջ սիրելի բեսցե քաղաքը, որ Գոմիդասի սիրահարն է եւ այս հանդիսության գլխավոր գազագերբիչը դարձավ։ Իրեն շնորհակալություն գայտնենք իր բոլոր ծառայության համար։ Երկրորդը մեր լուսավորիչ Թվրաստաս երգչախումբի հետ միատեղ Թաշնագարության պաշտոնը կատարող մեր սիրելի Ռոբերտ Օհանային։ Երրորդը այսօր դհոլով մեզ հետ եղավ մեր թաղային խորհրդի անդամները նաև սիրելի Սևան Գարաբեդյանը, շնորհակալություն գայտնենք։ Չորրորդը անշուշտ է մեր լուսավորիչ Թվրաստաս երգչախումբին հիանալի եւ միշտ երիտասարդ բարիչուր բարոն Հակոբ Մամիկոնյանին։ Անհատական վերջին շնորհակալության հուշանվերը անշուշտ է պիտի հանձնվի սիրելի Թամարին, բայց այս մեկ անշուշտ է պետք է շնորհի քեզ ամենավարի Սրբազան բադիակոր Սերամ, քանի որ այսօր աստղություն ես։ Նաև Բալաթու եկեղեցու նաև հիշադակի նվերն է գրգին հանձնված Օրոր Թամարին։ Ուրեմն հաստատություններուն եւս մենք ունենք մեր շնորհաբարդության բարդականությունը, առաջինը կխնդրեմ, որ այստեղ Բալաթու եկեղեցու վարչության անունով իրենց ադենաբեդը Դիգին Մարին մեր շնորհակալությունները իրեն գրգին բադիակոր Սերամ պիտի հանձնվի իրենց հուշանվերը։ Երկրորդ հաստատությունը Բեյոլի Սրբոց եկեղեցիած Թաղային խորհուրդն է, որ այսօրվան հյուրընկալությունը կատարեց, պիտի խնդրենք Թաղային խորհրդի անունով մեր երկրորդ ադենաբեդը բարոն Խաչիկ Ջանելը, շնորհակալություն թողարկել։
Ուրեմն, որպես հաստատություն ուսավորիչ Թվաստաս երջախումբին անշուշտ է, մեր հիանալի երջախումբին ալ, որպես հաստատություն ունենք հիշադակի նվեր, որպես այս նվերը միշտ վար մնա, հաստատ մնա իրենց սենյակին վերև, որպես հիշադակ Կոմիտաս Վարդապետի, այս մեկը գրքին կխնդրենք պարոն Հակոբը եւ տնօրեն խորհրդեն իրենց մեր սիրելի ադենաբեդուհին միասնապար մոդենան Բադիակ Սրբազան հոր Ուրեմն այժմ հուսպանքը Բադիակ Սրբազան փոխանցելի առաջ մենք բոլորս կուզենք լսել սիրելի Թամարին սրտի խոսքը, որ այս արարողության անտեսության արդիվ բոլորիս խրախուսե իր խոսքով եւ ապա Բադիակոր հուսպանքը պիտի լսենք։ Այժմ շնորհակալական խոսք ուզեմ ուղեմ առաջին հերթին ամենաբադիվ Բադրիարք Սրբազան հոր իր օրնապեր ներկայության համար Սուրբ Բալատ եկեղեցվո թաղային խորհրդին հրավերին համար հայր Հարություն Դամադյանին եւ Սուրբ Երրորդության եկեղեցին գազմագերբչական աշխատանքներուն համար եւ հրավերին Բեսե Քաբաքին իր տանգակին գազմագերբչական աշխատանքներուն համար եւ նաեւ ամենակարևորներն մեկը լուսավորիչ երջախումբը իր ղեկավարով բարոն Հակոբ Մոմիկոնյանին շնորհակալություն որ իրար հետ նվագեցինք այսօր ցեզի համար նաեւ Բոլսո մամուլին ջերմ ընդունելության համար եւ ուրախալի էր նաեւ ինձի համար դպրոցները հայկական այցելել աշակերտներուն դասախոսություններ տալ եւ իրենց ծանոթանալ եւ շատ կարեւոր էր ինձի համար նաեւ Գուտինայի ճամփորդությունը որ ես այցելեցի Գուտինա եւ այնտեղ մեր բաբենական օջախը տեսա եւ ծանոթացա այս մեկը անչնչելի հետ պիտի թողու իմ վրաս այսօր բատկամը պիտի փոխանցվի որ նորովի գհնչե համայն հայության եւ իբրև Գոմիդաս Վարդապետի շարավիղ գուզեմ շեշտել այս խոսքերը Գոմիդաս Վարդապետ ըսավ Սիրեցեք զիրար, շատ սիրեցեք, որբեսի շատ երկար ապրիք։ Շնորհակալություն։ Բարքաստուծուն, որ բոլսը հայերս դագավին ունինք այսպես պարքի կիշերներ, այսպես մեր հայկական մշակույթը բանձացնող հանդեսներ, համերգներ, հանդիպումներ, երեկոներ եւ Աստված ոչ մեկ հայը զրգե այսպիսի հանդեսները, որովհետեւ գթարմանվինք եւ գնորոգվինք։ Բոլորս այս գիշերվան անունները լսեցինք, ծափարեցինք, իրենց նվերները տվինք, որպես պատիակ ինձ գինա, քիչմը այս գիշերվան փիլիսոփայության մասին խոսենք։ Գոմիդաս Վարդապետի 155-րդ տարեդարձը կտոնենք այս տարի։ Գոմիդաս Վարդապետի գենսակիրները որ իր կյանքը գկրեն, իր մտային խանգարումը
գգաբեն այն բահուն, երբ որ ակսորեն գթարնա, իր դունը գմտնե եւ գտեսնե, որ իր սենյակը թալանված է, գողոպտված է ամեն ինչ եւ հոնդե ունեցած իր ապրումները իր այդ վիճակին թուր գփանա, այսինքն տեսակ մը ցանկին գքժդվի։ Ըսկայուն հոգի էր Գոմիդաս վարդապետը, բայց շատ ըսկայուն էր։ Արավելություններ ունի, բացակայություններ ունի։ Արավելությունը այդ է, որ եթե արվեստը մարդ եք, տարբեր ներշնչումներ կունենաք, սեր արվեստի փարսունքներուն գրնակ ելնել, ինչպես Գոմիդաս վարդապետը ուրավ։ Բայց երաժշտության արվեստին կով ուրիշ արվեստներ կան, եւ անոնց ամենեն կարևոր ապրելու արվեստն է։ Եվ անիգալ չընդունիր, որ դուք շատ նուրբ ըսկայուն հոգի ունեք։ Երբեմն գոշտ պիտի ունեք, մորալ պիտի գտնեք, փուրունցք շարժեր պիտի գտնեք, սուր պիտի շարժեք, պիտի մեռնիք, պիտի մերցնեք, գոշտ պիտի ունեք, գոբիտ պիտի ունեք, պիտի գոտրեք, սիրտ պիտի գոտրեք։ Գոմիդաս վարդապետը Հիսուս Քրիստոսի աշակերտը մերժեց այսպիսի աշխարհի մեջ ապրիլ։ Քաշվեցավ իր ներքին աշխարհին մեջ, իր լարը լրեցավ։ Երանի քիչ ըսկայունուլար եւ ինքը հասկանար, որ ինքը արդեն դված էր, որովհետեւ ինքը այնքան շատ աշխատած էր, այնքան շատ հավաքած էր, որ այդ բոլորը փճացած էր եւ այդ բոլոր աշխատանքը ուր քնած տակնու վրա եղավ։ Թերևս 20% իրավես Գոմիդաս վարդապետին մեսի թողածները։ Բայց այդ 20%-ը փավեց, որպես ինքը այս ժարանքը թողում է։ Թարերու ժարանքը թողում։ Եվ եթե կարողանար ինքը այս աչքի ծայրով մեզի տեսնել, լուսավորիչ երջախումբը տեսներ, թամարը տեսներ, այս սրահը տեսներ եւ տեսներ, որ հայության ամեն քաուտ իր անունը գհնչե, ամեն բادرակին իր բادرակը գերքվի, հավանաբար պիտի ծրեր եւ դիտեր, որ ես իմ կորձս կատարեցի։ Նույնիսկ ամեն ինչ կողոպտեն, որ ասկեդու ոչ մեկ բան չնեմ, արդեն ես իմ յանքիս ամենեն բարձր դալիքը դվի իմ ժողովրդից եւ մարդկության։ Դուք չեք գիտեր, բայց եկեղեցական շրջանակներու մեջ գվիճապանվի 2015-ին եպիսկոպոսական ժողովը կմարվեցավ 1915-ի զոհերը սրբաթասելու համար։ Ուրեմն եւ այդ միլիոնավոր զոհերը սրբաթասվեցան։ Եվ վիճապանվեցավ, որ արդյոք անուններ ալ հիշենք ասոնց մեջ զորունակ Գոմիդասը, թեր ու թեմ գարձիկներ ելան եւ արդյունքը սա եղավ։ Ասին որ Գոմիդաս վարդապետը սուրբ հրճագել, Գոմիդաս վարդապետը փոքրացնել է։ Ոչ թե մեծարել, որովհետև սրբությունը հատուկ նշանակություն ունի, սահմանափակն է։ Իսկ Գոմիդասը այդ սահմանները քերազանցած է արդեն։ Ինքը ասկային հերոս է, ինքը երաժշտության հսկա է։ Ոչ մեկ սուրբին չփախտավորված առավելություն ունի Գոմիդաս վարդապետը։ Ոչ մեկ սուրբ Գոմիդաս վարդապետի չափ չի իշխվեր հայ ազգի կողմը։ Ամեն օր Գոմիդաս վարդապետի վերաբերյալ ցերնարկ մգա հայության մեջ 12 միլիոն հայությունն է։ Վաղը Գոմիդաս վարդապետի դերմը գհիշադակվի, մյուս օրի դերմը գհիշադակվի։ Ամեն օր երաժիշտները գաշխատին իր գտորներու վրա։ Այնպես որ Գոմիդաս վարդապետը սրբության աստիճանն ալ քերազանցած է մեզի համար։ Անոր համար ինքը յուրահատուկ անձնավորություն ուներ, Աստուծո նվերներ, ամեն մարդ ծափարվեցավ այս գիշեր եկեք ոտքի ելնենք Գոմիդաս վարդապետի հոգին ծափարենք։
քիչմնալ թամարին բահեցեք ծերծապարություններում։ Սիրելի թամար, այսօր մեր բոլորին սիրտը գրավեցիր, քու ցայնովդ, քու սրինքովդ, քու խոսքերովդ, Աստված քեզի երկարգանք տա, թուն քեզի համար և մեզի համար, քու ասկիտ համար արդեն շատ կարևոր գործեր գնես, գծանոթացնես հայ երաժշտությունը և Գոմիդասը համայն աշխարհ, այսպես շարունակե մեր աղոթները քեզի հետ է։ Ուրեմն վստահ եմ, որ լուսավորիչ երգչախումբն շատ համերգներ գուտա, քեզի հետ միասին տալը իրենց օրակիրին մեջ պիտի արձանագրեն և պիտի հիշեն։ Բայց թունալ պետք է հիշես լուսավորիչ երգչախումբը, նաև բոլիս մենք ունենք այսպես փառավոր երգչախումբներ։ Ուրեմն երդասարտներ, միջին տարիքներ բոլորը և իրենք Գոմիդասը և բոլոր հայկական երաժշտությունը լավագույն կերպով թե բոլիս և Թուրքիա և արտասահման կներկայացնեն, ուրեմն իրենց 95-րդ ամյակն է, հարգավ թե չուրին չեկան իրենք այս օրերուն, բայց եկան, կարևոր այդ է, այսինքն ի վերջո, երբ որ նավահանգիստ հասնի, չեն հարցներ, ինչերով հանդիպեցար, ինչ փոթորիկներով, պարզապես կսեմ, որ եկար, թե ոչ, ուրեմն եկավ, ուրեմն լուսավորիչ երգչախումբը ասավ 95-րդ դարին, Աստված արժանին է 100-ամյակը միասնապարվոն է, շատ ապրիկ։ Բայց սիրելի թամար, գիտես, որ քու կորձդ ավելի թուրին է, բարոն Հակոբ Մամիկոնյանի կորձ ավելի ծշվար է, որովհետև դուք անգենթան սրինք ունիք, ուզածնից բեն սրինվակ են, չի թիմանացել, բայց հոստե 50 անցկա, այս 50 անցը մեկ մարդու վերածել վարիչին կորձն է բարոն Հակոբ Մամիկոնյանը։ Երբեմն մեկ ընտանիքը կառավարել, անգե մեկ ցայն հանել շատ դժվար է, բայց Հակոբը հաջողած է տարիներով այսպես զմայլելի ցայներ հանել լուսավորիչ երգչախումբին։ Աստված ձեր բոլորին երկարգանք առողջություն, ինչպես կսեն ձեր ցայները անսպար։ Բայց սեքավագին շնորհակալ ենք, ուրեմն ինքը ցեզի պես մեկն է, նայեցեք ձեր մեջն է, բայց ինքը երբ որ կծանոթանա մեկումի հետ Հայաստան, արտասահման, անմիջապես կսե որ արդյոք գրնանք ասիկա բոլիս բերը, գրնանք կանչել, գրնանք հյուրասիրել, ուրեմն շատ ավրիս այսինքն այս խոսքը սեզի է նաև, թուքալ Հայաստան գերտակ, արտասահման գերտակ, թուքալ արվեստակետներու հետ միասին գլակ, առաջարկեցեք, միջնորդներ եղեք, հոստե մենք սպոնսորներ գկտնենք, բալատ եկեցին զորորնակ, սպոնսոր եղած է, դիգին Մարիկ Քավաֆյանի գլխավորությամբ, ադենաբեդությամբ, բալադի Թաղային խորհրդին շատ շնորհակալ ենք, որ ստանցնած են այս համերգի կազմակերպությունը և սպոնսոր եղած են դերորդն է նաև իրենց։ Բայց կարծեմ թե այս համերգը շատ տեղեր բդդեցավ, այսինքն ուր պիտի ըլլա, ի վերջո հարգավ թե Ջարվիկ Հայր Հարություն Դահամատյանը Ամիջապես կազմակերպեց, որպես իր եկեղեցի մեջ ուղղա, ուրեմն հայցուկուն շնորհակալ ենք, որ այս կազմակերպության համար
Ուրեմն հարգավտե բարոն Ռոբերտ Դոանայը դարիներով այդպես թաշնագի վրա օրգանի վրա թե եգեյսներու մեջ եւ թե երգչախումբերու մեջ եւ թե աշխարհի երաժշտության մեջ գհմայե մեսի ինքը նաեւ նվիրված է հայ երաժշտության աստվածեզիալ օրդն է ծերվացն այդա մեր դոկտոր Սևան Գարաբետյանը չէին ճանչնար բայց երբ որ ես կճանչնամ ճիշտ այդ բառն է ասեն որ դասմադը դասվարբեդություն ուրեմն ինքնալ հաստես որ իրապես մադերը դասմադերն ալ գաշվադին լավ թնդուգահար է ինքը շատ շնորհակալ ենք Բեոլի թաղային խորհրդին շնորհակալ ենք, որ այս քիշերը պատրաստեցին եւ լավ հյուրասիրեցին մեզի Խաչիկ Ջանելի անցին երկրորդ ադենաբեդ շնորհակալ ենք իրենց նաեւ Հիմա ինչ գնենք ինձ գծապարեք եւ գլմուսնենք Կարծեմ հիմա միասնապար հայմերը պիտի եկեն, չէ՞։ Օրհնյալ դեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Ամեն օրհնյակ եղերուք շնորհած Սուրբ Օգին երթայք ի խաղաղության եւ Տեր Հիսուս Քրիստոս եղի ցնցես ընտամենեսյան ամեն բարիք շերցեր բոլորին